Երկնքում օդային ճանապարհը կփակվի գետնի վրա Հայաստան եկող գազի փականը։ Ահա այսպիսի ռիսկեր են կանխատեսում Հայաստանի համար քաղաքագիտական եւ վերլուծական համայնքում, եթե հայ-ռուսական հարաբերությունները ել ավելի վատթարացման ուղով գնան։ Մի փական փակելով կարող են լրջագույն ցնցումներ առաջացնել Հայաստանում։ Փոխվարչապետը օրը մի ռիսկի մասին է բարձրաձայնում, այս անգամ նա զգուշացնում է Եվրոպական միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա։ У нас нету. Ռուսաստանն այժմ Եվրոպական միության երկրների հետ ավիահաղորդակցություն չունի։ Նշանակում է, մենք Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա։ Ռուսաստանի Դաշնության մամուլի խոսնակն էլ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարին հայտարարել է, թե Երևանում լավ են հասկանում ԵԱՏՄ-ում եւ Եվրամիությունում միաժամանակ գտնվելու անհնարինությունը։ Ներկապահին Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին ըստ Պեսկովի հնարավորություն է տալիս երկրին զարգանալ ԱՊՀ-ի միջին ցուցանիշը գերազանցող տեմպերով։ Դուք ունեք ինտեգրում ԵԱՏՄ-ի տեսքով եւ այնտեղ գումար եք վաստակում եւ ոչ քիչ գումար։ Ձեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավորություն է տալիս այժմ զարգանալ արագացված տեմպերով։ Դրանք շատ ավելի բարձր են, քան ԱՊՀ-ի միջին ցուցանիշը եւ առավել եւս շատ ավելի բարձր են, քան մեզ մոտ Ռուսաստանում։ Հայաստանը գործնականում չունի արևմտյան հեռանկար։ Եվրամիությունում մեզ չեն սպասում։ Եվրամիությունում մեզ ընդհանրապես խոստումներ են տալիս, որպեսզի դրա դիմաց Հայաստանը օգտագործեն իրենց շահերի համար։ Վերջ, այստեղ պատրաստներ ունենալ պետք չի։ Հայաստանը երբեք Եվրամիության անդամ չի դառնալու։ Հայաստանը կարող է կորցնել այն առավելությունները, որը ունի, եւ մենք տեսնում ենք այն տնտեսության աճը, որը Փաշինյանը ցույց է տալիս եւ մատնանշում է, որ տնտեսությունը զարգանում է, բյուջեի եկամուտները աճում են եւ այլն։ Այդ ամենը Հայաստանը կարող է կորցնել, իսկ Եվրոմիության անդամ չդառնալ, որովհետեւ Հայաստանը պատրաստ չի դառնալ Եվրոմիության անդամ, չի համապատասխանում այդ ցուցանիշներին։ Հայաստանում իշխող ուժը այսպես է արձագանքում Ռուսաստանի Դաշնության սպառնալիքներին կբարձրացնեն գազի գինը կամ կփակեն դրա հոսքը դեպի Հայաստան, պատասխանը կլինի ԵԱՏՄ-ից ու հապկից դուրս գալը։ Հայաստանի Հանրապետությունն իր որոշումը կայացնի եւ դուրս կգա վերջնականապես թե հապկից, թե ԵԱՏՄ-ից եւ մնացած կառույցներից, բայց չեմ կարծում, որ դրանք կգնա կհասնի։ Եթե Եվրոպան դեռ չի երաշխավորել Հայաստանի անվտանգությունը Ռուսաստանի դեպքում, հայաստանյան իշխանությունները կարծես թե հույսը կորցրել են ընդհանրապես։ Մեր ընդդիմադիր գործընկերները նաև ազգային ժողովում մենք ասում են, ով է ձեր երաշխավորը, Ադրբեջանն է ձեր երաշխավորը, եւ չեն հասկանում, որ Ադրբեջանի երաշխավորը անվտանգության ամենամեծ Հայաստանի Հանրապետությունն է։ Իսկ Հայաստանի Հանրապետության երաշխավորը Ադրբեջանն է։ Հասկանում եմ Ալեն Սիմոնյանը ինչ էր ուզում ասել իրականում եւ շատ անհաջող ձևակերպել։ Խնդիրը այդ չի, խնդիրն է նա, որ դու ինչի համար ես Ռուսաստանի հետ մտնում կոշտ արճակատման մեջ, եթե այլընտրանքը չունես, պետք է ընդհանրապես ավելի զգուշավոր լինել, Հայաստանի իշխանությունները հակառակ ավելի են սրում խաղը, թե ինչ է, թե կարող են մի քանի տասնյակ հազար լրացուցիչ ձայներ ստանալ եւ արևմուտքն աչք կփակի, երբ որ Հայաստանում ռեպրեսիաներ լինեն։ Իդեպ Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է նախագահի մամուլի խոսնակ Պեսկովի հայտարարությանը, թե Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի որոշումը ընդունվել է առանց Մոսկվայի մասնակցության։ Բաքուն էլ թե ոչ մի երկիր, այդ թվում Ռուսաստանը, երբևէ կասկածի տակ չի դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Ղարաբաղյան տարածաշրջանը։ Բաքուն ի պատասխան Պեսկովի հայտարարությունների անթույլատրելի է համարում փաստի շահարկումը։ Ընդհանրապես, ըստ քաղաքագետների, այս հարցում Հայաստանի իշխանությունների պահվածքը շատ սխալ էր։ Հետո ինչ ասենք, եթե վաղն Ռուսաստանն էլ հայտարարի, որ Սյունիքն էլ է Ադրբեջանի կազմում, հա չգիտեմ Գյումրին էլ եւ ինչ Հայաստանի իշխանությունները պիտի ասեն, դե լավ, որ ասում եք, ուրեմն այդպես է։ Ըստ քաղաքագետների պետք չէ կոշտ առճակատման մեջ մտնել գերհզոր պետության հետ, ինչպիսին Ռուսաստանն է, երբ այլընտրանք չունես, առավել եւս երբ աշխարհը տեղյակ չէ, թե ինչ կլինի վաղը եւ օրինակ ինչպես կզարգանան գործողությունները Իրանում եւ Իրանի շուրջ։ Հայկական փայլատիթեղն է գրավել ադրբեջանցիների ուշադրությունը։ Բաքվի ընկերությունը Երևանին դեռ պատվեր չի տվել, բայց առայժմ էկոնոմիկայի նախարարի խոսքով ամենաերկար բանակցություններն այս հարցով են եղել։ Կոնկրետ հայտարարել է եւ կոնկրետ հետաքրքրություն է եղել
բանի փայլատիթերի նկատմամբ եւ կոնկրետ կոդի փայլատիթերի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին եւ մեր արտադրողը տվել է, այսինքն ամենաերկար բանակցությունը որ գնացել է, այսինքն ցանկերը փոխանակվելուց հետո դա եղել է որ այսինչ հաստության փայլատիթերը մեզ հետաքրքրում է։ Ցանկերը, որ մատնանշում է Պապոյանը, Երևանն ու Բաքուն փոխանակել էին դեռ այս տարեսկզբին, թեպետ նույն այդ ընթացքում Ադրբեջանն արդեն նավթամթերք էր Հայաստանին վաճառում, նաև ուղարկում ռուսական հացահատիկ։ Պոտենցիալ ապրանքների ցուցակում, որ պատրաստ էինք մենք իրենց վաճառել, կառավարությունը ներառել էր փայլատիթեղը, այլումինը, ֆերոմոլիբդենը, մսամթերքը, միրգ բանջարեղենը, որոշ տեսակի խմիչքներ ու տեքստիլ արտադրատեսակներ։ Ստացվում է 4 ամսում հազիվ 1 տասնյակի շեմին հասնող այս ապրանքներից միայն փայլատիթեղն է նրանց հետաքրքրել։ Ադրբեջանը կարիք չունի, ինչ որ եթե մի կարիք ունենա, ինչ որ փայլատիթեղի, ճիշտ ասած մենք չգիտենք իրականում հետաքրքրում է թե անուղղակի աղբյուրներով դրա ուրեմն հաստատում որպես այդպեսին չունենք։ Բնականաբար Ադրբեջանը հասկանում է, որ իր համար Հայաստանը որպես ներկրվող ինչ որ ապրանքներ որևէ հետաքրքրություն չի ներկայացնում, դրա համար չի առնում, չի ամրագրի։ Հայաստանը իր համար ընդամենը սպառման շուկա է, լավագույն դեպքում հիմա ինչքան որ կարողանա բենզին կվաճառի, կարող է մերկու բան առնի, ինչ որ էական մեծ փոփոխություն չի բերել։ Իսկ այն, որ մենք Բաքվից առևտուր ենք անում, նաև այլ ապրանքներ, որ պարզապես նրանց տարածքով է մեզ հասնում, էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ հիմա արդեն սովորական բնույթի է դարձել։ Ինքը Պապոյանը հաշիվը կորցրել է։ Այս process-ը այն որ Ադրբեջանի տարածքով գալիս է, այդտեղ այնքան ապրանք ամեն օր ամեն օր չէ, բայց պարբերաբար այնքան է գալիս, որ ինքը շատ սովորական երևույթ է արդեն դարձել։ Եվ ինչպես ասում են, ես օրինակ կորցրել եմ արդեն հաշիվը, ապրանքատեսակների ցանկը եւ այլն։ Հայ-ադրբեջանական այս առևտրաշրջանառությունը հաստատված խաղաղության վկայություններից է արդյոք, ինչպես պնդում են իշխանությունները։ Քաղաքագետի պատասխանը միանգամից է ոչ։ Հիշեցնում է Ադրբեջանի կառավարության հաշվետվության ձևակերպումը, թե սա պարզապես առևտուր է։ Ամեն դեպքում նաև տնտեսական նշանակություններ անցան ունեցավ, հիմա ամեն դեպքում կլինի $1 միլիոն, եթե լրացուցիչ գումար գնա Ադրբեջանից, դա Ադրբեջանի նավթային ընկերությանը ինչ վնաս է տալու, գրպանից փողը դուրս չի գալու։ Իան պետք է քաղաքական հարց է, որովհետև այստեղ պետք է լինի ամբողջովին այն տեսակետը պետք է իշխի, որ Հայաստանի Ադրբեջանի միջև խաղաղություն է։ Հայտարարությունների եւ իրականության միջև առկա տարբերությունը շարունակում է խորանալ։ Տնտեսական համագործակցության խոսույթը ըստ մասնագետների դեռ օդում է, իսկ ակնկալվող փոխադարձ շահը մնում է թղթի վրա։ Արդյոք այդ երկխոսությունը կվերածվի իրական տնտեսական կապերի։ Փաստացի կախված է ոչ միայն շուկաների պահանջարկից, այլև քաղաքական որոշումներից։ Մինչև այդ Երևանից Բաքու հետ դարձող գնացքները շարունակում են ճանապարհ ընկնել դատարկ վագոններով առանց բեռի։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ռուսաստան մուտք գործելը միգրանտների համար ավելի է խստացվում։ Վտանգավոր հիվանդություններով ախտորոշված միգրանտները անհապաղ կարտաքսվեն Ռուսաստանի Դաշնությունից։ Անվտանգության խորհրդի միջգերատեսչական հանձնաժողովի նիստից հետո Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, թե մշակվել է անհրաժեշտ օրենսդրության փաթեթ, ինչը թույլ կտա արագ որոշումներ կայացնել խնդրահարույց օտարերկրացիների Ռուսաստանում մնալու անցանկալիության վերաբերյալ։ Մենք չպետք է հետաձգենք այս օրենքների ընդունումը։ Օտարերկրացու մոտ վտանգավոր հիվանդության արագ հայտնաբերմանը պետք է հաջորդի նրանց անհապաղ արտաքսումը երկրից։ Բոլոր միգրանտների համար կրճատվել է նաև բժշկական հետազոտություն անցնելու ժամկետները։ Ռուսաստան մուտք գործողները, եթե ցանկանում են այդ երկրում մնալ 90 օրից ավելի, ապա պետք է հասցնեն 30 օրվա ընթացքում բուժզննում անցնել։ Եթե միավ, դիա, սիֆիլիսով հիվանդներ լինեն, նրանց մուտքը Ռուսաստան անժամկետ կսահմանափակվի։ Եվ նաև թմրանյութերի հայտնաբերման պարագայում անձի նկատմամբ կիրառվում է մուտքի արգելք անժամկետ։ 12 ամիսը լրանալուց հետո անձը հաջորդ 30 օրվա ընթացքում պետք է կրկին բուժզննում անցնի։ Հատկապես Մոսկվայում այդ բուժզնումը բոլորը անցնում են Սախրովգեում գտնվող բազմաֆունկցիոնալ կենտրոնում։ Հերթերը այնքան շատ են լինում, որ չեն հասցնում այդ 30-օրյա ժամկետում։ Ամեն անգամ, երբ իրենք փաստաթղթեր են թարմացնում, անգամ եթե բուժվել են եւ ունեն այդ փաստաթղթերը, պարբերական թարմացումների արդյունքում, երբ որ դուրս է գալիս, որ երբևէ ունեցել են, ընկնում են վերահսկվող անձանց ռեեստրը։ Ու բավականին դժվար է լինում այդ process-ը, երբ որ նորից պետք է անձին հանել ռեեստրի։ Միգրացիոն ոլորտի մասնագետը ահազանգեր է ստանում Ռուսաստանում գտնվող հայ միգրանտներից, հատկապես ընտանիքներով Ռուսաստան մեկնողների երեխաների համար դժվար է դարձել դպրոց ընդունվելը։ Շատ երեխաներ չեն կարողանում հաղթահարել ռուսերենի քննության համար պարտադիր շեմը։
90% է դրված շեմը, այսինքն իրենք պետք է տրված հարցերի 90%-ին ճիշտ պատասխանեն։ Այդ շեմը չեն կարողանում հաղթահարել, չգիտեմ 89-ին են ճիշտ պատասխան կամ 70-ին ու չեն անցնում։ Նախկինում միգրացիոն քարտը Ռուսաստան մեկնողների համար տրվում էր անժամկետ, հիմա 90-օրյա ժամկետով է։ Ռուսաստանի Դաշնություն են մեկնում ավելի շատ աշխատանքային միգրանտներ, եւ նրանք այդ երկրում 90 օրից ավելի մնալու ցանկություն ունեն եւ պարտավոր են կրկին շտամպ ունենալ միգրացիոն քարտերի վրա։ ՌԴ տարածքում ոչ բոլոր միգրացիոն ծառայություններն են տեղեկացի շտամպ խփեն կամ, չգիտեմ, չեմ ուզում ասել դիտավորություն կա այդտեղ, բայց այդ շտամպը չեն խփում ու մարդիկ հիմա հայտնվում են վերահսկվող անձանց ռեեստրում կամ արտաքսման վտանգի տակ, որտեղ եթե այդ շտամպը չլինի երկարացման, նշանակում է իրենք անօրինական են այնտեղ, նույնիսկ եթե պայմանագիրը 1 տարով են կնքել ու ռեգիստրացիան էլ չեն կարող երկարացնել։ Ռուսաստանի Դաշնության Պետդուման քննարկում է եւ նախատեսում է հունիսի 30-ից RUID համակարգում գրանցվելը դարձնել պարտադիր նաև բեռնափոխադրողների համար, որպեսզի նրանք կարողանան Ռուսաստանում տարվա մեջ մնալ ոչ թե 90, այլ 180 օր։ Ռուսաստան մեկնել ցանկացողները 72 ժամ առաջ իրենց բոլոր տվյալները պետք է ներբեռնեն RUID համակարգ։ Հայաստանի բնակչությունը նախորդ 4 տարիներին է էականորեն աճել 2021-ից 25 թվականներին 136,000-ով, այսինքն 4,6%։ Դրական լուր է, որի դրական էֆեկտը վերանում է, երբ հիշում ես, թե ինչի արդյունքում է մեծապես այս արդյունքը գրանցվել։ Խոսքը Արցախի էթնիկ զտման մասին է։ Որոշակիորեն երկրում մշտական բնակչության աճին է նպաստել նաև ռուս-ուկրաինական պատերազմը։ Ամենամեծ աճը գրանցվել է Կոտայքի մարզում 18,4, Արագածոտնում 9,2, Երևանում 5%։ Փոխարենը Գեղարքունիքի մարզում գրանցվել է բնակչության 4,6% նվազում, իսկ Սյունիքում բնակչության թվի անկումը կազմել է 12,2%։ Այստեղ հարց է առաջ գալիս, ինչու է Հայաստանի ամենահարուստ մարզը Սյունիքը նման տեմպերով դատարկվում։ Երևանում ավելի շատ աշխատանք կա, մշակութային կյանք կա, ուսանողությունն է ձգտում դեպի Երևան, սա էլ է ամենամեծ թերություններից մեկը մեր կառավարման համակարգի։ Նախորդ տարիներին Սյունիքի սահմանամերձ համայնքների վիճակը բավականին վատթարացավ, չկա մատչելի վառելիք անասնապահության համար, հանդամասեր եւ խոշոր բիզնես նախագծեր։ Կան հանքեր, որոնք սահմանափակ թվով մարդկանց են ապահովում մրցակցային աշխատավարձով։ Բնակչության արտահոսքի պատճառներից առաջնայինները սրանք են, համոզված են փորձագետները։ 14-18 հազար են ծախում հայտի, հիմա 35-40 Էս է խնդիրը։ Մյուս կողմից շարունակվում է պահպանվել անորոշ վիճակը սահմաններին։ Սահմանազատման ու սահմանագծման պրոցեսի, թրիփ նախագծի եւ ընդհանրապես Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների կարգավորման համատեքստում հակասական տեղեկությունն է պարբերաբար հայտնվում լրահոսում։ Սրան կարելի է գումարել Ադրբեջանի իշխանության տարբեր թևերի ադրբեջանցիների վերադարձի անընդմեջ բարձրաձայնվող թեզը։ Սա եւս մեծապես նպաստում է Սյունիքից արտագաղթին, նշում են մասնագետները։ Այդտեղ մի խնդիր է կա անվտանգության հարցը, մարդիկ վախենում են, որ Նախիջևանից ու Ադրբեջանից հարված կլինի, իրանք բան կլինի, գերի կմնա։ Ըստ մեր ուսումնասիրությունների, ովքեր հակառակն են անում, ասում են այս դրոշին, ադրբեջանական կամ այդ փոփոխությանը լանդշաֆտային, մենք պատասխանում ենք նրանով, որ ավելի շատ երեխաներ ենք ուզում ունենալ, ոմանք երկարատև արտագաղթի մասին են մտածում։ Մյուս կողմից Արցախից բռնի տեղահանված բնակչությունը հիմնականում բնակություն է հաստատել Երևանում եւ Կոտայքի ու Արագածոտնի մարզերում, քանի որ այս երկու մարզերից Երևան գալն էլ բավականին հարմար է, այսինքն Հայաստանի ավելացած բնակչությունը կենտրոնացած է մայրաքաղաքում եւ մայրաքաղաքամերձ բնակավայրերում։ Մարզերում անգամ այդ տեղի բնակչությանը որևէ մեկ չի փորձում անել այնպես, որպեսզի չուզենան օրինակ Երևան տեղափոխվել։ Եվ բացի туриզմից մեր մարզային քաղաքները ոչինչով մենք չենք փորձում գրավիչ դարձնել հենց իրենց բնակչության համար։ Սյունիքն այս պահին Հայաստանի ամենառազմավարական կետերից մեկն է եւ այստեղից արտագաղթի միտումը գործադիրը պետք է առանձնահատուկ ուշադրության արժանացնի, նշում են մասնագետները։ Սա էլ իր հերթին ենթադրում է, որ տեղում պետք է մեծականակ ծրագրեր իրականացվեն։ Առաջին հերթին մարդկանց անվտանգության զգացումն ամրապնդելու եւ հետո տեղում սոցիալական ապահովության մակարդակը բարելավելու համար։ Երկնքում օդային ճանապարհը կփակվի գետնի վրա Հայաստան եկող գազի փականը։ Ահա այսպիսի ռիսկեր են կանխատեսում Հայաստանի համար քաղաքագիտական եւ վերլուծական համայնքում, եթե հայ-ռուսական հարաբերությունները ել ավելի վատթարացման ուղով գնան։ Մի փական փակելով կարող են լրջագույն ցնցումներ առաջացնել Հայաստանում։ Փոխվարչապետը օրը մի ռիսկի մասին է բարձրաձայնում, այս անգամ նա զգուշացնում է Եվրոպական միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա։
У нас нету. Ռուսաստանն այժմ Եվրոպական միության երկրների հետ ավիահաղորդակցություն չունի։ Նշանակում է, մենք Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա։ Ռուսաստանի Դաշնության մամուլի խոսնակն էլ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարին հայտարարել է, թե Երևանում լավ են հասկանում ԵԱՏՄ-ում եւ Եվրամիությունում միաժամանակ գտնվելու անհնարինությունը։ Ներկապահին Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին ըստ Պեսկովի հնարավորություն է տալիս երկրին զարգանալ ԱՊՀ-ի միջին ցուցանիշը գերազանցող տեմպերով։ Դուք ունեք ինտեգրում ԵԱՏՄ-ի տեսքով եւ այնտեղ գումար եք վաստակում եւ ոչ քիչ գումար։ Ձեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավորություն է տալիս այժմ զարգանալ արագացված տեմպերով։ Դրանք շատ ավելի բարձր են, քան ԱՊՀ-ի միջին ցուցանիշը եւ առավել եւս շատ ավելի բարձր են, քան մեզ մոտ Ռուսաստանում։ Հայաստանը գործնականում չունի արևմտյան հեռանկար։ Եվրամիությունում մեզ չեն սպասում։ Եվրամիությունում մեզ ընդամենը խոստումներ են տալիս, որպեսզի դրա դիմաց Հայաստանը օգտագործեն իրենց շահերի համար։ Վերջ, այստեղ պատրաստներ ունենալ պետք չի։ Հայաստանը երբեք Եվրամիության անդամ չի դառնալու։ Հայաստանը կարող է կորցնել այն առավելությունները, որը ունի, եւ մենք տեսնում ենք այն տնտեսության աճը, որը Փաշինյանը ցույց է տալիս եւ մատնանշում է, որ տնտեսությունը զարգանում է, բյուջեի եկամուտները աճում են եւ այլն։ Այդ ամենը Հայաստանը կարող է կորցնել, իսկ Եվրոմիության անդամ չդառնալ, որովհետեւ Հայաստանը պատրաստ չի դառնալ Եվրոմիության անդամ, չի անպատասխանում այդ ցուցանիշներին։ Հայաստանում իշխող ուժը այսպես է արձագանքում Ռուսաստանի Դաշնության սպառնալիքներին կբարձրացնեն գազի գինը կամ կփակեն դրա հոսքը դեպի Հայաստան, պատասխանը կլինի ԵԱՏՄ-ից ու հապկից դուրս գալը։ Հայաստանի Հանրապետությունն իր որոշումը կկայացնի եւ դուրս կգա վերջնականապես թե հապկից, թե ԵԱՏՄ-ից եւ մնացած կառույցներից, բայց չեմ կարծում, որ դրան կգնա կհասնի։ Եթե Եվրոպան դեռ չի երաշխավորել Հայաստանի անվտանգությունը Ռուսաստանի դեպքում, հայաստանյան իշխանությունները կարծես թե հույսը կորցրել են ընդհանրապես։ Մեր ընդդիմադիր գործընկերները նաև ազգային ժողովում մենք ասում են, ով է ձեր երաշխավորը, Ադրբեջանն է ձեր երաշխավորը, եւ չեն հասկանում, որ Ադրբեջանի երաշխավորը անվտանգության ամենամեծ Հայաստանի Հանրապետությունն է։ Իսկ Հայաստանի Հանրապետության երաշխավորը Ադրբեջանն է։ Հասկանում եմ Ալեն Սիմոնյանը ինչ էր ուզում ասել իրականում եւ շատ անհաջող ձևակերպել։ Խնդիրը այդ չի, խնդիրն է նա, որ դու ինչի համար ես Ռուսաստանի հետ մտնում կոշտ արճակատման մեջ, եթե այլընտրանքը չունես, պետք է ընդհանրապես ավելի զգուշավոր լինել, Հայաստանի իշխանությունները հակառակ ավելի են սրում խաղը, թե ինչ է, թե կարող են մի քանի տասնյակ հազար լրացուցիչ ձայներ ստանալ եւ արևմուտքն աչք կփակի, երբ որ Հայաստանում ռեպրեսիաներ լինեն։ Իդեպ Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է նախագահի մամուլի խոսնակ Պեսկովի հայտարարությանը, թե Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի որոշումը ընդունվել է առանց Մոսկվայի մասնակցության։ Բաքուն էլ թե ոչ մի երկիր, այդ թվում Ռուսաստանը, երբևէ կասկածի տակ չի դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Ղարաբաղյան տարածաշրջանը։ Բաքունի պատասխան Պեսկովի հայտարարությունների անթույլատրելի է համարում փաստի շահարկումը։ Ընդհանրապես, ըստ քաղաքագետների, այս հարցում Հայաստանի իշխանությունների պահվածքը շատ սխալ էր։ Հետո ինչ ասենք, եթե վաղն Ռուսաստանն էլ հայտարարի, որ Սյունիքն էլ է Ադրբեջանի կազմում, հա չգիտեմ Գյումրին էլ եւ ինչ Հայաստանի իշխանությունները պիտի ասեն, դե լավ, որ ասում եք, ուրեմն այդպես է։ Ըստ քաղաքագետների պետք չէ կոշտ առճակատման մեջ մտնել գերհզոր պետության հետ, ինչպիսին Ռուսաստանն է, երբ այլընտրանք չունես, առավել եւս երբ աշխարհը տեղյակ չէ, թե ինչ կլինի վաղը եւ օրինակ ինչպես կզարգանան գործողությունները Իրանում եւ Իրանի շուրջ։ Երևանում խցանումների խնդրի շուրջ ստացվում են բազմաթիվ ահազանգեր եւ ստեղծվել է աշխատանքային խումբ, կառավարության նիստում հայտարարել է Փաշինյանը։ Նրա խոսքով լուծումների մեջ պետք է ներգրավվի նաեւ արհեստական բանականությունը, սակայն պետք է ընդունել, որ քաղաքը անվերջ չէ։ Վարչապետը հարց է ուղղել քաղաքապետին, արդյոք կա իրատեսական լուծում։ Քաղաքապետն էլ նշել է, որ շուտով կքննարկվի Երևանի թիմ նոր օրենքը, որը թույլ կտա արտապատվիրակել քարշակ ծառայությունը սխալ կայանման եւ օրինազանց վարորդների դեպքում։ Նրա խոսքով խցանումների երկու հիմնական պատճառ կա՝ ավտոմեքենաների աճը եւ վարելու սխալ մշակույթը։ Քաղաքապետի ընդգծմամբ լուծումը հանրային տրանսպորտի գերակայությունն է, առանձնացված գծերով եւ առավել հարմարավետ պայմաններով։ Բենզալցակայաններում անվտանգության պահանջների խախտումները շարունակում են մտահոգիչ մնալ։ Ամենահաճախ արձանագրվող խնդիրների շարքում են շենք-շինությունների միջև սահմանված միջտարածությունների չպահպանումը, անվտանգության կղզյակների բացակայությունը, ինչպես նաև հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգերի բացակայությունը։ Մասնագետների խոսքով այս խախտումները կարող են լուրջ ռիսկեր առաջացնել, վտանգելով ինչպես աշխատակիցների, այնպես էլ քաղաքացիների անվտանգությունը։
2023-ից սկսած Երևանում գործող բենզալցակայաններում, գազալցակայաններում եւ նավթամթերքի պահեստարաներում իրականացվել են լայնածավալ ստուգումներ։ Արդյունքում ավելի քան 100 տնտեսվարողների գործունեությունը դադարեցնելու որոշում է կայացվել։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում տնտեսվարողներին տրվում են կարգադրագրեր, այդ կարգադրագրերով հստակ սահմանվում են խախտումների վերացման ժամկետները։ Տեսչական մարմինը վերահսկում է, որ այդ ժամկետները պահպանվեն, ժամկետի ավարտից հետո տեսուչները պարտադիր այցելում են տեղում։ Նրանք ուսումնասիրում են, արդյոք խախտումները վերացվել են, թե ոչ։ Այդ գործընթացը իրականացվում է սահմանված կարգով եւ հերթականությամբ։ Կարևոր է, որ տեսչական մարմնի այցելությունը պարտադիր է։ Այն չի կախված տնտեսվարողի դիմելու հանգամանքից, այսինքն ստուգումը կատարվում անկախ դիմում ներկայացնելուց։ Նպատակը ապահովել անվտանգության պահանջների լիարժեք պահպանում։ Նույն օրն ու Բարաշեն Մասիս ճանապարհին բախվել են Ford Transit-ը, բեռնատար Գազելը, Mercedes-ը, Volkswagen-ը եւ VAZ 2107-ը։ 3 հոգու առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Մասիս բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի բարեկները։ Նրանք տեղափոխվել են Մասիս բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի բարեկները։ Նախնական տեղեկություններով վթարի մեղավորը եղել է Ford-ի վարորդը, ով բախվել է նշված մեքենաներին, ինչի հետևանքով էլ Գազելը կողաշրջվել է։ Եվ տեղում պարզվել է, որ վթարը տեղի ունեցել Արարատի մարզի վարչական տարածքում։ Մոտ մի քանի մետր այն կողմ արդեն Երևանի վարչական տարածքն է։ Դրա համար էլ Երևանի բարեկներն էլ են ժամանել, բայց տեղում պարզվել է, որ վթարը պետք է սպասարկվի Արարատի մարզի բարեկների կողմից։ Ապրիլի 7-ին Լոռու մարզում Վանաձոր Ալավերդի ճանապարհին բախվել են 35-ամյա Անդրանիկի Mercedes-ը եւ 39-ամյա Յուրիի Lexus GX-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում։ Վարորդները եւ Lexus-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են փրկարարության Գուգարքի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Իսկ հարավ-արևմտյան թաղամասից դեպի նոր հյուսիս-հարավ կառուցված ճանապարհին Հովո բեռնատարը բախվել է երկաթե պաշտպանիչ ճաղավանդակին, հայտնվել կամրջի հարևանությամբ երթևեկելի գոտում։ Ժամանել են փրկարարության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Վթարի հետևանքով վնասվել են Hyundai Elantra-ն, Toyota Camry-ն, Honda Fit-ը ու Kia-ն։